Այս պահքի երրորդ կիրակին կոչվում է անառակի կիրակի, որովհետև օրվա խորհրդի հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի պատմած անառակ որդու առակը։ Մի մարդ երկու որդի ուներ, նրանցից կրտսերը հորն ասաց. «Հայր, տուր քո ունեցվածքից ինձ ընկնող բաժինը», եւ նա իր ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օր հետո կրտսեր որդին փողի վերածելով ամեն ինչ գնաց հեռու աշխարհ եւ այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Եվ երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ եւ սկսեց չքավոր դառնալ։ Գնաց դիմեց այդ երկրի քաղաքացիներից մեկին, եւ սա նրան ուղարկեց իրագարակ խոզերին արածեցնելու։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք այդ նրան չէր տալիս։ Ապա խելքի եկավ եւ ասաց. «Քանի վարձու աշխատավորներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, եւ ես այստեղ սովամահ կորչում եմ, վեր կենամ, գնամ իմ հոր մոտ եւ ասեմ. Հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը»։ Եվ վեր կացավ, եկավ իր հոր մոտ, եւ մինչդեռ հեռու էր, հայրը տեսավ նրան եւ գթաց, վեր կացավ եւ վազեց նրան ընդառաջ։ Ընկավ նրա պարանոցով եւ համբուրեց նրան։ Եվ որդին նրան ասաց. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջ, եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու»։ Հայրը իր ծառաներին ասաց. «Անմիջապես հանեցեք նրա նախկին պատմուճանը եւ հագցրեք նրան։ Մատանին նրա մատը դրեք եւ ոտքերին կոշիկներ։ Բերեք պարարտ եզը, մորթեցեք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց»։ Եվ սկսեցին ուրախանալ։ Իսկ նրա ավագ որդին ագարակում էր, եւ մինչ գալիս էր եւ տանը մոտեցավ, լսեց երգեր եւ պարերի ձայները, եւ իր մոտ կանչելով ծառաներից մեկին հարցրեց, թե այդ ինչ է, եւ սա նրան ասաց. «Քո եղբայրն է եկել, եւ քո հայրը մորթեց պարարտ եզը, որովհետեւ ողջ առողջ ընդունեց նրան»։ Նա բարկացավ եւ չէր ուզում ներս մտնել, իսկ հայրը դուրս ելնելով աղաչում էր նրան։ Որդին պատասխանեց եւ ասաց հորը. «Այսքանի տարի է որ ծառայում եմ քեզ, եւ երբեք քո հրամանները զանցն չեմ կատարել։ Ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Երբ եկավ քո այդ որդին, որ քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»։ Հայրը նրան ասաց. «Որդյակ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամեն ինչ որ իմն է, քոնն է, բայց պետք է ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց»։ Առակում հայրը խորհրդանշում է Աստծուն։ Անառակը մեղավոր մարդկությունը, հայրական տունը եկեղեցին, օտարաշխարհ գնալը Աստծուց հեռանալը, մեղքերին տրվելը։ Անառակ որդուն կյանքը սովորեցրեց այն, ինչը նա չսովորեց իր հայրական տանը իրեն սիրող հորից։ Այս առակը բացահայտում է մարդկային տարբեր բացասական հատկություններ՝ եսասիրություն, երախտամորություն, նախանձ։ Այն մասին է, թե ինչպես է լինում, երբ սխալ արարք ենք կատարում, եւ թե ինչպես կարող ենք այն շտկել։ Մենք բոլորս մեր կյանքում կամա թե ակամա մեղքեր ենք գործում, սակայն ներման կարժանանան եւ աստվածային շնորհներ կստանան այն մարդը, ով անառակ որդու նման քաջություն կունենա Աստծուց ներողություն խնդրել, սրտան զղջալով։ Ապաշխարությունը գործարք չէ, որ արեցինք ու ավարտեցինք։ Դա պիտի լինի կյանքի ուղի, անընդհատ։ Հայր երկնավոր, Աստված ճշմարիտ, որ առաքեցիր քո սիրելի որդուն, ի խնդրիր մոլորյալ ոչխարի, մեղա երկնքի եւ քո առաջ, ընդունիր ինձ ինչպես անառակ որդուն եւ հագցրու ինձ լավագույն պատմուճանը, որից մերկացա մեղքի պատճառով, եւ ողորմիր քո արածներին եւ ինձ բազմամեղիս։